Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերին նվիրված կլոր սեղան քննարկում է անցկացվել ոլորտային ներկայացուցիչների և մասնագետների մասնակցությամբ։ Քննարկման օրակարգում էին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր, նախադպրոցական կրթական հաստատություններից սկսած մինչև օրենսդրական փոփոխություններ, հարկային արտոնություններ և ոլորտային այլ խնդիրներ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզական ֆեդերացիաների և մարզաշխարհի ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու առաջարկել հնարավոր լուծումներ։ Քննարկման արդյունքում ձևակերպված առաջարկներն ու մտահոգությունները հիմնադրամը պատրաստվում է ներկայացնել համապատասխան պետական մարմիններին, ապահովելու դրանց ընթացքն ու հետևողական իրականացումը։ Եթե չունենանք ֆիզիկական կուլտուրա, մանկուց երեխաներին դաստիարակելու, մարմնավորելու ֆիզիկական կուլտուրայի սերը դեպի երեխան, մենք սպորտ չենք ունենա։ Դրա համար մենք սկզբից պետք է սկսենք, ներքևից պետք է սկսենք, որ վաղամիսօր սպորտ ունենանք։ Հայաստանի Հանրապետությունում գործող 1095 մանկապարտեզներից 364 միայն հրահանգիչ կա ֆիզկուլտուրայի, դա 33%-ն խայտառակություն է, ժողովուրդ, այսինքն դա նշանակում է, որ նախադպրոցական հիմնարկներում ֆիզկուլտուրա չի արվում։ Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սպորտի զարգացման մի կարևոր բաղադրիչի, որը հաճախ մնում է ստվերում։ Սպորտի զարգացման մասին խոսելիս հիմնականում շեշտը դրվում է ենթակառուցվածքների ընդլայնման կամ մարզական արդյունքների բարելավման վրա, մինչդեռ կա մի առանցքային գործոն, որն անգամ գերազանցում է մարզիկների ֆիզիկական, տեխնիկական և տակտիկական պատրաստվածությունը։ Խոսքը հոգեբանական պատրաստվածության մասին է։ Մասնագետների գնահատմամբ հատկապես բարձր կարգի մրցումների ժամանակ հաղթանակը պայմանավորված չէ միայն ուժային կամ տեխնիկական առավելությամբ։ Մարզիկները միմյանց գերազանցում են նախ եւ առաջ հոգեբանական կայունությամբ ու մրցակցային ճնշմանը դիմակայելու կարողությամբ։ Այդ համատեքստում արձանագրվել է, որ Հայաստանում այս ուղղությամբ դեռ առկա են զգալի բացեր։ Խնդիրները վերաբերում են ինչպես սպորտային հոգեբանների ներգրավվածությանը մարզիկների պատրաստման գործընթացում, այնպես էլ հենց սպորտային հոգեբանների մասնագիտական պատրաստման համակարգին։ Ընդգծվել է, որ առանց այս ոլորտի զարգացման դժվար է պատկերացնել միջազգային մրցահարթակներում կայուն եւ բարձր արդյունքների ապահովում։ Ցավոք սրտի այսօր մեր Հայաստանում արդի իրականության մեջ մի քիչ ունենք դեռ բացը սպորտային հոգեբանների եւ ներգրավվածության մարզիկների պատրաստման գործում եւ պատրաստության գործում, այսինքն սպորտային հոգեբանների պատրաստման գործում այսօրվա համաժողովի արդյունքները տեսանելի կլինեն այն փաստով, որ նախատեսվում է մեր թիմով եւ միջազգային մասնագետների ներգրավվածությամբ եւ վերապատրաստել սպորտային հոգեբաններին տեղի սպորտային հոգեբաններին ավելի պրակտիկ դաշտում աշխատելու հնարավորություն տալ իրենց եւ նաեւ փորձել ֆեդերացիաներին եւ մարզիկներին իրենց հոգեբանական աջակցությունը բարձրացնելու մարզական արդյունքները ավելի բարելավելու համար։ Հայաստանում առկա է ավելի քան 100 հասարակական սպորտային կառույց, որոնք հիմնականում ոչ օլիմպիական են, ինչպես նաև գործում են բազմաթիվ ֆեդերացիաներ, որոնց մեծ մասը ներկայումս պաշտոնապես ներկայացված չեն։ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահի համոզմամբ յուրաքանչյուր ֆեդերացիա պետք է ունենա իր չափորոշիչները, կանոնակարգեր, ինչպես նաև մարզչական եւ մրցավարական խորհուրդներ։ Այս համակարգը պարտադիր է, որպեսզի ֆեդերացիայի նախագահն ընտրվի մարզիչների խորհրդի կողմից, ապահովելով կառավարման եւ վերահսկողության թափանցիկություն։ Այս ոլորտի կարգավորումը կարևոր է ոչ միայն ֆեդերացիաների եւ սպորտային կառույցների աշխատանքի համակարգման, այլև սպորտի ընդհանուր զարգացումն ապահովելու համար։ Ներկայում որոշում է ընդունվել հիմնել համապատասխան կառույց, որը կգործի համակարգող մարմնի դեր կատարելու եւ ոլորտային կառույցների գործունեությունը կարգավորելու համար։ Շատ ֆեդերացիաներ կան, որոնք 2-3 մարզիչով կոչվում են ֆեդերացիայի նախագահներ։ Համաշխարհային ֆեդերացիայի կազմ խորհրդի անդամ չեն հանդիսանում տվյալ ֆեդերացիաները։ Դրա համար հիմնադրվեց ոչ օլիմպիական մարզաձևերի միություն, որպեսզի համակարգվի, հնարավորություն տրվի ֆեդերացիաներին, որպեսզի կարողանան իրենք աշխատեն։ Իհարկե մենք համագործակցության փոխմրցման հուշագիր ենք ստորագրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, որպեսզի կարողանանք այս ամենը կյանքի կոչենք եւ արդեն կարող եմ ասել ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմում ընդգրկված 19 ֆեդերացիաներ արդեն իսկ եւ ֆինանսավորվում են եւ աջակցություն են ստանում օլիմպիական կոմիտեից, որպեսզի կարողանան իրենց մարզիկները մասնակցեն եւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ եթե մենք 30 տարուց ավել միջ այսօր ոչ օլիմպիական մարզաձևերի անուշադրության էր մատնվել, այսօր մենք արդեն ուշադրության կիզակետում ենք հայտնվել։
Ֆիզիկական դաստիարակությունն ու առողջ ապրելակերպի խթանումը շարունակում են մնալ առաջնահերթություն եւ այս օրերին ուշադրության կենտրոնում է ՊԱՊ համալիրի գաղափարը բոլոր տարիքային խմբերի համար։ Միջին ու բարձր տարիքի քաղաքացիներն արդեն գիտեն ՊԱՊ համալիրը, իսկ երիտասարդների համար այն ասոցացվում է ռուսերեն գետեո բառի հետ։ Մասնագետները շեշտում են անվանումը երկրորդական է, առաջնային այն հնարավորություններն են, որոնք համալիրը կտա՝ ֆիզիկական դաստիարակություն, առողջ ապրելակերպի խթանում եւ ընտանիքներում առողջության ամրապնդում։ Համալիրը նաև նպատակ ունի զորակոչային եւ նախազորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական պատրաստությունը բարձրացնել, որպեսզի նրանք զինվորական ծառայությանը պատրաստ ընդունվեն։ Նպատակը մեկն է, որ մենք տարբեր տարիքային խմբերում կարողանանք մեր բնակչությանը ապահովենք ֆիզիկական դաստիարակությամբ, օգնենք նրանց ավելի առողջ լինել, առողջ ապրելակերպը ամրապնդել ընտանիքներում։ Կարծում եմ շատ կարևոր է, որ զորակոչային, նախազորակոչային տարիքի մեր երիտասարդները պատրաստ լինեն բանակում ծառայելու ֆիզիկապես։ Առաջին քայլը կարծում եմ, որ սա է։ Այսօրվա ժողովն է, որտեղ որ խոսվի, կասվի, պետք է ստեղծվեն, կարծում եմ, որ հանձնաժողովներ ըստ տարիքային խմբերի եւ այստեղ նորից եւ ինչպես եւ մյուս բոլոր ծրագրերում հիմնական խնդիրը կարծում եմ, որ կլինի ֆինանսականը։ Եթե լուծվի, ես կարծում եմ մենք ունենք պատրաստի շատ լավ մասնագետներ, գիտնականներ, որոնք որ կընդգրկվեն այդ հանձնաժողովներում եւ կփորձեն կարողանալ լավ իրագործել այս մեր պլանները։ Հայաստանի սպորտի ոլորտում տարիներ շարունակ առկա են համակարգային խնդիրներ։ Ներկայիս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ մարզական ոլորտի հարցերը հաճախ ուշանում կամ չեն լուծվում պատշաճ կերպով, ինչն ազդում է մարզիկների պատրաստության եւ սպորտային հաջողությունների վրա։ Մասնագետները շեշտում են, արդյունավետ եւ մրցունակ սպորտային համակարգ ապահովելու համար անհրաժեշտ է առանձին նախարարություն, որը լիովին կկենտրոնանա սպորտի զարգացման, ֆեդերացիաների համակարգման եւ մարզիկների պատրաստության վրա։ Այսօր եթե մենք ունենք մեդալներ Եվրոպայի աշխարհի առաջնությունից, խոշոր միջազգային մրցաշարերից, դա նշանակում է դա այն հին աշխատանքն է, դա միանգամից չեղավ այդ աշխատանքը, չէ՞։ Մեդալները միանգամից ոչ եկան։ Այսինքն դա այն աշխատանքն է, որը որ նախկինում եղել է, շարունակական գնում է։ Դրա համար ամեն ինչ մենք ուզում ենք անենք այն, որ վաղնեսօր էլի մեդալ ունենանք։ Իսկ որպեսզի մեդալ ունենանք, պետք է լինի ղեկավար ճիշտ ուղղվածություն, ղեկավարություն։ Չեմ կարծում, որ մի հատ վարչությունով կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության պետք է սպորտ կառավարվի։ Պետք է առանձին միավոր լինի։ Սպորտը ոչ միայն մրցումների մասին է, այն ձևավորում է կարգապահություն, համախմբվածություն եւ առողջ ապրելակերպի մշակույթ։ Երբ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստությունը դառնում է համընդհանուր արժեք, դա նպաստում է թե անհատների, թե ամբողջ հանրապետության ուժեղ եւ ակտիվ ապրելակերպին։